Իսկ դու գիտեիք, որ կանացի կիսաշրջազգեստը ժամանակին տղամարդկանց հագուստ է համարվել, որտև մինչև 20-րդ դար կանացի հագուստը ծածկել է ոտքերը ամբողջովին, սակայն միայն տղամարդկանց է պատիվ եղել ոտքերը բաց հագուստ կրել, ինչը մեր օրերում կանայք են դա կրում, ինչն էլ ներկայիս կանացի է համարվում։ Անցյալ դարերում, ինչպես հիմա, տաբատ հասկացողությունը չի եղել։ Տղամարդիկ հագուստը կրել են մինչև ծնկները և ծնկից բարձր, որը ներկայիս մինի յուբկան է համարվում, սակայն դարերի ընթացքում տաբատը աստիճանաբար կենցաղ մտավ, սակայն կանացի զգեստը կրճատվելով փոխարինեց տղամարդու հագուստին, ինչն էլ կանացի կիսաշրջազգեստ է համարվում, սակայն տաբատը ժամանակին կանայք են զգեստի տակից կրել, ինչն էլ համարվել է կանացի հագուստ։ Դե ինչ արած, հագուստի հարցում տեղերով փոխվեցին, տղամարդիկ տաբատը կանացից վերցրեցին, իսկ կանայք տղամարդկանց կիսաշրջազգեստը։ Մի խոսքով տեղերով փոխվեցին, սակայն տաբատը համարվելով տղամարդու հագուստ, կանայք կրում են ըստ կանացի տարբերակի, որպես կանացի տաբատ։ Եվ այստեղ տաբատը մասնատվում է երկու կողմերի միջև, կանացի և տղամարդու տարբերակով։ Տաբատը համարվում է հագուստ, որը կրում է և տղամարդը, և կինը։